Քնար Մանուկյան, պարոն նախագահ, ես իմ գործիքերից նախապես ներողություն եմ խնդրում, երկու հարց ունեմ, մեկը քաղաքական, մյուսը իրավական, ձեր հետագա ճակատագրի հետ կապված։ Սկսեմ քաղաքականից։ Քաղաքական դաշտում տարբեր գործիչներ, վերլուծաբաններ, այդ թվում եւ ազատ կարծիք արտահայտելու համար բանտարկված Միքայել Սրբազանը հայտարարել էր, որ նախկին նախագահները չպետք է մասնակցեն ընտրություններին, պետք է դուրս գան քաղաքականությունից, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հաղթելու շանսերը մեծանան։ Ինձ հետաքրքիր է մտածել եք երբևէ այն մասին, հնարավոր է հանուն Փաշինյանի նկատմամբ հաղթանակի դուք դուրս գա քաղաքականությունից։ Իսկ ձեր ազնական կարծիք ոնց է Միքայել Սրբազանից մի քիչ բան անենք։ Հետաքրքիր է։ Իրավունք չունեք ասելու, չէ, դուք ուղղակի բանը, ասենց պասը տալիս եք Միքայել Սրբազանին, դրա համար հայտարարել է պարոն նախագահ։ Այդ թվում նաև բազմաթիվ քաղաքական գործիչներ, դրա համար հողում եմ անում իրենց եւ ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը։ Դուք sense մի կողմ եք քաշում, համոզված եմ, որ դուք փաստերի հետ է։ Եղավ, լավ, նայեք։ Ես ուրիշ նախագահների անունից իրավունք չունեմ խոսալու եւ չեմ ուզում խոսալ։ Հիմա ինչ վերաբերում է կոնկրետ ինձ։ Կարծում եմ 21 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ ես ունեմ ինչ որ չափի ազդեցություն եւ ինչ որ մի զանգվածի, որի չափի մասին չեմ ուզում խոսալ, կոնսոլիդացման հնարավորություն։ Հիմա պատկերացրեք 21 թվականին ես էլ չմասնակցեի։ Ունենք օրինակը 18 թվականի ընտրությունների դեկտեմբերին։ Հիշում եք։ Մի հատ նայեք ինչ արդյունքներ է եղել։ Եվ ավելի լավ խորհրդարան մենք ունեինք, թե ավելի վատ։ Բավարար է իմ մասնակցության ձայները, ոչ բավարար չի։ Կուզենայինք, որ եւս այլ ուժեր ստեղծվեն, որոնց հետ համագործակցությունը կբերի իրավիճակի փոփոխություն։ Այո, կցանկանանք եւ արտահայտում ենք դրա մասին շատ պարզ եւ հասկանալի ձևով։ Հիմա ինչ վերաբերվում է կոնկրետ ինձ։ Իմ թիմը մասնակցելու է եւ իդեպ, երբ որ ասում են նախագահների մասին, առաջին նախագահը ՀԱԿ կուսակցության առաջնորդն, ճիշտ է։ Հիմա եթե ՀԱԿ կուսակցությունը մասնակցում է ընտրություններին կամ հայտարարում է, որ մասնակցելու է ընտրությանը, առաջին նախագահը մասնակցում է, թե չի մասնակցում դրանով։ Հանրապետական կուսակցության առաջնորդը երրորդ նախագահն է։ Հանրապետական կուսակցությունը մասնակցել է բոլոր ընտրություններին։ Հիմա կուսակցության մասնակցությունը նշանակում է առաջնորդի մասնակցություն, թե չի նշանակում։ Իհարկե, ոչ մեկը չգիտի այդ դեմքի մասին, հա, եւ հատկապես երբ որ քարոզարշավը սկսում ես դու անել։ Իսկ առաջին նախագահը իր դեմքով է մասնակցել։ Դրա համար, այսպես ասեմ, Իվանիշվիլին որևէ պաշտոն չի զբաղեցնում Վրաստանում, բայց բոլորը տեսնում են, չէ, որ որևէ կարևոր հարց չի կարող լուծվել առանց իրեն, որովհետև ինքը վրացական երազանք կուսակցության առաջնորդն է եւ այդ կուսակցությունը իշխող կուսակցություն է։ Այդպիսի վիճակ ունեցել ենք Լեհաստանում, երբ Կաչինսկին որևէ պաշտոն չզբաղեցնելով եղել է իշխող կուսակցության ղեկավարը։ Հիմա ինչն է ավելի լավ։ Դու չերևաս անձամբ քո դեմքով, բայց բոլոր որոշումները կայացնողը լինես, թե դու հենց քո դեմքով երևաս եւ ասես ես այս մասկիրովկան չեմ անում։ Ինչն է ավելի լավ։ Շատ պարզ, ուղղակի այդ հարցին մնալ կուսակցության ղեկավար, ասել ես չեմ մասնակցում կամ կուսակցությունը ասում է ինքը չի մասնակցում, բավական է մասնակցում։ Կուսակցությունը մասնակցում է, ուրեմն ինքն էլ է մասնակցում։ Հիմա ինչ վերաբերում է կոնկրետ իմ դեմքով մասնակցելու կամ չմասնակցելու մասին։ Եթե մեր թիմում հայտնվի մեկը, որը սոցիոլոգիայով ավելի շատ ձայներ կարող է հավաքել, ես միայն ուրախ կլինեմ։ Միայն ուրախ կլինեմ։ Դա պրինցիպիալ հարց չի, դա ուղղակի
քաղաքական դաշտի եւ հանրային կարծիքի հետազոտման հարց է։ Կրկնեմ, միայն ուրախ կլինեմ։ Եթե մտածում եք, թե 21 թվականի մեծ հաճույք է ստանում, որ 8-ից 10 հանդիպումներ ունենալ, ամբողջ բանով Հայաստանի Հանրապետությունով պատտվել, իհարկե չէ։ Բայց սոցիոլոգիան շատ հստակ ցույց էր տալիս, որ իմ պարագայում մենք ավելի շատ ձայներ կհավաքենք, քան մեր թիմի յուրաքանչյուրի պարագայում։ Եվ գնացել ենք այդ ճանապարհով։ Երևի այսքանը։ Եվ Ավելի սպառիչ չգիտեմ, էլ ինչ ասեմ։ ձեր թույլտվությամբ Ես գիտեմ, որ հեսա ալիքներ ա գնալու մի ուրիշ ձևի։ Գործընկերներ, ներողություն եմ խնդրում, ես նախապես ձեզանից ներողություն եի խնդրել։ Երկրորդ հարցը կապված ձեր ճակատագրի մասով, կարծես թե գրեթե բոլոր ասուլիսներին ես բարբերաբար ձեր վախերի մասին բանտարկվելու մասով հնչեցնում եմ, բայց այս անգամ այլ իրավիճակ ունենք։ Մասնավորապես 2001 թվականին Պրիվետ ռոբ արտահայտության համար Պողոս Պողոսյանը Արագած սրճարանի զուգահանում անզգույշ քաշքշուկի արդյունքում սպանվեց։ 24 տարի անց արտաշիրում է իրականացվելու եւ տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ցանկություն ունի ձեզ կալանավորել։ Կրկին հարցս ուղում եմ։ Դուք չեք վախենում կրկին հայտնվել բանտում։ Շնորհակալություն։ Ես ասենք ինչ-որ բանից վախեցող մարդու տպավորություն եմ թողնում ձեր մոտ։ Եթե այդպես է, ես կամ ինձնից պիտի ինքս հիասթափվեմ, կամ ձեզնից։ Երևի առիթ չեմ տվել նման կերպ մտածելու։ Իդեպ դուք հիշեցրեցիք այդ դեպքը 2001 թվականին։ Նայեք, դուք գիտեք որտեղ եմ ես եղել, երբ այդ դեպքը կատարվել է։ Ես որտեղ եմ եղել։ Վկա որը ստեցան ասում է, որ Պապուչյանը այնտեղ է։ Ես մեր տունն եմ եղել։ Ես չգիտեմ ինչ վկա են ով գտել։ Դեպքը կատարվել է այդ սրճարանը լքելուց մոտ 40 րոպե հետո 35-ից 40 դա քրեական գործում է եւ ըստ էության իմ թիկնազորը նախագահի թիկնազորը այլևս այդ սրճարանը այսպես ասենք բան պահպանող օբյեկտ չէր ես այնտեղ չէի ես դեպքի մասին իմացել եմ առավոտյան ինձ զեկուցել Պրիվետ ռոբ արտահայտությունը ես չեմ լսել Ես չեմ լսել։ Ուղղակի հիշեցնեմ նաև մեր հանրությանը Շարլ Ազնավուրի այցն էր Հայաստան եւ մենք միասին շատ լավ ժամանակ ենք անցկացրել այդտեղ մենք մտնելուց ոտնկայից մարդիկ ծափարում էին դուրս գալուց ես ընդհանրապես չգիտեի թե ինչ է կատարվել Խոսքը նրա մասին էր հետագայում ինձ իհարկե զեկուցել են, որ ինչ-որ մի քիչ քեֆ ավելի լավ վիճակում, ինչ-որ վիճաբանություն ա եղել թիկնազորի մեկի հետ, մեկի հիմա չեմ ուզում այդ անունները տալ։ Եվ դրա արդյունքում ինչ-որ կոպիտ ասած այնց ռազմորկա եղավ իրար հետ եւ այդ միջադեպը կատարվեց։ Հիմա եթե դա համեմատում ենք այդ Շարասյան, հղի կնոջ սպանելու, մոտով անցնելու, սենց նայելով, չկաղնելու, չօգնելու, նույնիսկ Շարասյան բժիշկին չթողելու տեղի մասում ոնց կարող համեմատենք։ Համեմատության ուղղակի եզրեր չկա։ Հիմա ինչ վերաբերում է, պատկերացրեք գիտեք, նույնիսկ տարօրինակը ինձ ասում են Պրիվետ ռոբ։ Մերս էլ է ինձ ռոբ ասել միշտ։ Բելան, տիկին Բելան ինձ ռոբ ասում տունը։ Ես խի պիտի դրանից նեղանամ։ Ինչ հասկանում եք, ես իմ մանկական ընկերները սաղ ինձ ռոբ են ասում։ Ում հետ դպրոց կամ ինչ-որ միտեղ համասարան եւ այլ պոլիտիկ։ Հիմա չի հայհոյել, բան չասելա Պրիվետ ռոբ։ Ու ես դրանից պետք է նեղանամ, լավ, այդ աբսուրդը կամ հիմարությունը շատ կներեք, բայց մի բառեր կօգտագործեմ, այդ էշությունը տարածում ստացավ։ Այսքան։ Հիմա գիտեմ, էլի ինձ միշտ ասում են, տենց բառեր մի օգտագործեք, հատուկ ասացի։
խնդրեմ երրորդ շարք։ Իդեպ նաև շատ կներեք եւս կավելացնեմ, այդ միջադեպի մասնակիցը անմիջապես ազատվեց աշխատանքից, անմիջապես, հենց որ ինձ զեկուցեցին, դատվեց, անմիջապես։ Հիմա ես նույնիսկ չգիտեմ, էլ ինչ ձևով պետք է իշխանությունը արձագանքեր։